Ձեզ ուզում եմ նախ հարցնեմ եկեղեցու հետ կապված, իշխանությունը պարբերաբար խոսում է եկեղեցում հարկային դաշտ բերելու այս հանգամանքից, ես ուզում եմ ձեզ հարցնել կոնկրետ ինչ մասով է եկեղեցին հիմա հարկեր վճարում եւ որ մասով է որ դուք էլ օրինակ մտածում եք այդ մասին եւ գուցե նախաձեռնություն լինի, որ եկեղեցին հարկային դաշտում հայտնվի։ Ճիշտ ասած նման քննարկում եւ նախաձեռնություն այս բան չկա։ Հարկեր վճարում են։ Չէ, ես հարցնում եմ որ մասով է այս բային եկեղեցին հարկեր։ Չէ, իշխանությունը բարբերաբար է խոսել այդ մասին, հիմա էլ խոսում է։ Նկատի ունեմ Ես այս բանին եմ ասում, ես ինքս էլ որևէ քննարկման չեմ մասնակցել, նման քննարկում չի եղել։ Հակելական եկեղեցու հետևորդ։ Այո։ Եվ ինչպես ենք վերաբերում այս օրերի եկեղեցու նկատմամբ իշխանության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում եւ երկրի վարչապետի գրառումների։ Չեմ կարծում, թե դա պետնախագահի կողմից մեկնաբանության հարց է։ Եվ քաղաքական թիմի անդամ եք, պիտի կիսում եք, հա, բոլոր այդ գրառումները։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ, նախ սկսենք այդտեղից։ Երկրորդն էլ դա չեմ կարծում պետնախագահի մեկնաբանության հարց է։ Արգելիս հիմա ես որպես պետնախագահ այստեղ կանգնած ձեր հարցերին եմ պատասխանում, հետեւաբար թույլ տվեք չմեկնաբանել դա, որովհետեւ դա իմ աշխատանքը չէ։ Արգելիս նորից նույն հարցն եք տալիս, ես նույն պատասխանն եմ կրկնելու։ Պետք է թափանցիկություն ապահովի եկեղեցին, ինչ նկատի ունեն, եթե եկեղեցին հարկեր վճարում են, թափանցիկություն ասելով ինչ եմ ձեզ այս հարցը չի հետաքրքրում։ Եվ ինչ անհրաժեշտություն կա։ Անկեղծ ասած չեմ լսել ինչ կոնկրետ ինչ թափանցիկության մասին է, հարկերի վերաբերյալ թափանցիկության մասին եք խոսում։ Այդ մասով էլի դուք ներկայացեք, պարոն Հակոբյան, եկեղեցու այդ հարկերը։ Հա, հարկերի վերաբերյալ թափանցիկության մասին եք ասում։ Անկեղծ ասած այս պահին, որ ասեմ հստակ տիրապետում եմ, թե որ անթափանցիկության կամ թափանցիկության մասին է խոսքը, այն մասով ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է։ Որևէ խնդիրներ չկա։ Այս պահին որևէ խնդիր, այսինքն իմ պետական եկամուտների կոմիտեի նախագահ եղած ժամանակաշրջանում նման խնդրի չեմ առնչվել, բայց քանի որ հարցը բարձրացնում եք, ավելի մանրամասն փորձենք հասկանալ, եթե նման խնդիր կա։ Այսինքն անհիմն է քննադատությունները, եթե Ինչը։ անհիմն է քննադատությունները, մեղադրանքները, այսինքն եկեղեցին հարկերը վճարում ամեն ինչ նորմալ։ Հարկերի մասին վերջի շրջանում ճիշտ ասած խոսակցություն որպես այդպեսին ես չեմ հիշում, որ եղած լինի այս։ Տարի եղել է այդ մասին խոսակցություն։ Դե անցած տարի ես պետական եկամուտների կոմիտեում չեմ եղել։ Առանձին падգամավորներ հիմա էլ են խոսում։ Դուք տեսնում եք անհրաժեշտություն ուսումնասիրել այդ հարկերի վճարմանը բանը, եկեղեցու հետ կապված պարտականությունները եւ ինչ որ խնդիր է ստեղ կապված։ Տեսեք, մենք վարչարություն ենք իրականացնում, եթե վարչարության ընթացքում կնկատենք որևէ խնդիր, այդ համապատասխան գործիքակազմով կտեղեկացնենք, կհուշենք մեր եկեղեցուն, որ այս խնդիրները կան, խնդրում ենք շտկեք։ Այսինքն այս բանին կարող ենք արձանագրել, որ այդպիսի խնդիր ձեր վարչարությամբ Ես ասացի չեմ առնչվել այս ընթացքում իմ կառավարման, բայց ես ասացի, որ ինքս այտենց մանրամասն չգիտեմ, թե որ մասով է վճարում եւ որ մասով ոչ, այն մասով, որ առևտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի։ Այն մասը, որ իր հիմնական եկեղեցական գործունեությանն է վերաբերվում, այդ մասով հարկեր որպես այսինքն վճարում է առևտրային գործունեության մասով եկեղեցին վճարում է։ Երբ որ հարկ է, չէ, վճարում նման միտք եք արտահայտել։ Ես ասել եմ, որ հարկերը պետք է վճարենք, որպեսզի կարողանանք լիարժեք երջանիկ դառնալ։ Պարոն Հակոբյան, Դրանում է կայանում է քաղաքացիների երջանկությունը։ Քաղաքացիները գիտեն հարկերը վճարում է, բայց այնքան Իսկ երջանկությունը ինչպես եք սահմանում դուք։ Երջանկությունը օրինակ ոչ բարձր հարկեր, օրինակ ինչպես մտավ շրջանառության։ Հաստատ դա չի։ Շատ լավ։ Դուք տանում եք նյութական դաշտ։ Ես ավելի հայեցողական հարց եմ բարձրացնում։ Ես ասում եմ, չէ, դա դուք եք նյութական աշխարհում ապրում եւ անկեղծ ասած խորհուրդ կտամ հոգեվոր կյանքով էլ ապրել ձեզ։ Հասկացաք ես։ Ահա, ես հիմա Պարզ է, ես հարկ վճարելու մասին երբ խոսում եմ, տեսեք, ես ասում եմ հարկ վճարելը դա պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից։ Ներդրում մեր մեծ ընտանիքի բյուջե, մեծ ընտանիքի բյուջե ասելով ինչ է, այսինքն օրինակ ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ իմ ընտանիքի անդամ։ Հիմա եթե ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ ընտանիքի անդամ, յուրաքանչյուրս իր ներդրում պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող
գործողություններ անել։ Տարբեր բաներ վարչապետն էլ էս վերջի ելույթի ժամանակ նշեց. կրթություն, առողջապահություն, ճանապարհներ, անվտանգություն, բազմաթիվ բաներ, առանց որոնց երջանկություն ունենալը անհնար է։ Տեսեք, դուք հիմա ինձ վճարում եք, տեսեք, կա տարբերություն, ճիշտ է։ Ստանում եւ հարգվում եք նույն հարկային օրենսգրքով եւ ինչ որ մենք, որոնք ովքեր ստանում են օրինակ ավելի ցածր աշխատավարձ, հետեւաբար այդ հավասար ընտանիքի մոդելը չի բացվում։ Տեսեք, հետաքրքիր հարց եք տալիս, բարձր աշխատավարձի մասին չքննարկենք, թե ով ումից ինչքան շատ է ստանում, յուրաքանչյուր մարդ իր բարձր աշխատավարձի իմ աշխատավարձերը ճիշտ ասած հրապարակված են։ Հայտարարագրում հրապարակված են, կարող եք հանգիստ տեսնել։ Ամսական 1.7 միլիոնի շրջանակներում։ Հա։ Չէ, տեսեք, դրանք ամեն ինչ հերթով, դրանք ամբողջը հրապարակված են, իսկ ինչ վերաբերում է հարկին, լսեք, հարցը տալիս եք, լսեք, որպեսզի պատասխանեմ։ Ինչ վերաբերում է հարկին, յուրաքանչյուրն էլ իր ստացած աշխատավարձի եւ եկամտին համամասնորեն պարզ է, որ ավելի շատ է վճարում։ Այսինքն, եթե օրինակ ձեր աշխատավարձը ավելի ցածր է կամ իմը կամ հակառակը, յուրաքանչյուրս էլ համապատասխան հարկերը վճարում ենք։ Ես ինքս միշտ վճարել եմ եւ շարունակում եմ նորմալ վճարել։ Դա խնդիր չկա։ Հիմա ինչ է տեղի ունենում, ներդրում ենք կատարում եւ այդ ներդրման արդյունքում ձևավորվում են հանրային բարիքներ, որոնց մասին նշեցի, առանց որոնց երջանիկ լինելը անհնար է։ Հիմա այս ընկալման մասին է խոսքը։ Ես չեմ ասում հարկ վճարելն է երջանկություն։ Ասեմ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության ոչ թե մեր համար առաջին հերթին, այլ բոլորիս համար։ Բայց այդ դեպքում ինչպես է հայտարարել, որ վարչապետի Պուտինի դեսպոտինը կոչվել է նրա ծրերը, փաստորեն իրականացում է պետբյուջեի հաշվին, դա պաշտոնապես հաստատվեց։ Այստեղ որևէ նորմալ է դա։ Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ ինչ միջոցների հաշվին է դա տեղի ունեցել։ Մենք եկամուտներ ենք հավաքագրում կամ ապահովում ենք հարկ վճարողների կողմից մուտքը մեր պետական բյուջե, ծախսային ծրագրերով չենք զբաղվում։ Դրա համար տեղյակ չեմ ինչ ծախսերի մասին է խոսքը։ Պարոն Հակոբյան, դուք հայ եկեղեցու հետևորդ եք եւ մի րոպե հերթով։ Դուք մի քիչ առաջ հարց տվեցիք, հիմա լսենք գործընկերը չէ, հետո վերադառնանք ձեզ։ Հետևորդ եք ասեցիք եւ վստահաբար այցելում եք եկեղեցի։ Դուք երբ որ եկեղեցի եք գնում, եկեղեցին ձեզ համար ճուլայանոց է, որտեղ օրինակ տեսել եք կոշիկներ կամ կառավատ վարչապետի բառապաշարով ասած։ Ես այնտեղ որտեղ որ այցելել եմ, չեմ տեսել անձամբ, եթե նման արտահայտություններ են եղել, ենթադրաբար ինչ որ տեղերում ինչ որ բաներ են նկատվել, դրա համար է այդ արտահայտությունը եղել, բայց ելի եմ ասում, դա իմ մեկնաբանության հարցը չի։